Վերջին տարիներին հանրային քննարկումների կենտրոնում ցավոք սրտի հաճախ հայտնվում են եկեղեցու շուրջ քաղաքական կամ սկանդալային թեմաները, մինչդեռ ստվերում են մնում եկեղեցու իրականացած լայնածավալ ծրագրերը, եկեղեցաշինությունը, սոցիալական եւ բարեգործական նախաձեռնությունները, ինչպես որոշակիորեն անդրադարձակ դուք, հոգեվոր կրթությունն ու քարոզչական գործունեությունը։ Ինչու ձեզ հասարակությունը քիչ է տեղեկացված այն աշխատանքների մասին, որոնք կատարվում է եկեղեցու կողմից, եւ արդյոք եկեղեցին բավարար չափով ներկայացնում է իր գործունեությունը կամ միգուցե կասեք, որ դրա կարիքը չկա։ Մենք անհրաժեշտ չենք նկատել բարձրաձայնելու այն աշխատանքների մասին, որ իրականացնում է եկեղեցին։ Բայց աստիճանաբար այդ ծրագրերը, որոնք որ իրագործվում են, ծանուցվում են հանրությանը։ Եկեղեցին բավական լայն բարեսիրական գործունեություն է իրականացնում, կրթական ոլորտում գործունեություն է իրականացնում, հայ եկեղեցու պատմության առարկայի դուրսբերման արդյունքում ձեռնամուխ են եղել կազմակերպել կիրակնորյա դպրոցներ համայնքներում, որպեսզի մեր զավակներին կարողանանք մեր ազգային արժեքներով կրթել դաստիարակել։ Այնպես որ աշխատանքները կատարվում են։ Փառք Աստուծո, առավել նախանձախնդրորեն հոգևոր հովիվները իրականացնում են իրենց ծառայությունը։ Մեր հոգևոր կյանքի պայծառության համար, մեր ժողովրդին հոգևոր խնամք ապահովելու համար։ Հրապարտեր մի հարց, որը վերջին շրջանում, մոտավորապես վերջին 3-4 ամիսներին իշխանության ձեր դեմ եւ ընդհանրապես մայրաթորի դեմ ուղղված քարոզչական, այսպես ամենաառանցքային թեմաներից էր։ Գիտեք, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը իշխանությունների հորդորով, Նիկոլ Փաշինյանի հորդորով հրապարակեց մի տեղեկանք, ըստ որի Ռուսաստանի թեմի առաջնորդ եզրասարքեպիսկոպոս Ներսիսյանը, որ ձեր եղբայրն է նաև սովետական տարիներին համագործակցել է կամ եղել է KGB-ի գործակալ։ Առաջինը ձեր վերաբերմունքը այս տեղեկությանը եւ դա օգտագործվեց այլևս քարոզչական մի ամբողջ շղթա կազմելու համար, որ ընդհանրապես մայրաթոռը, վեհապար հայրապետը ինչ որ հասավ անգամ Նիկոլ Փաշինյանի ելույթներից մեկում, որ ասեց մայրաթոռ Սուրբ Էջմիածինը 1000 քանի 100 տարի գործակալական այսպես ազդեցության ներքո է գտնվել, հա։ Ընդհանրապես այս գործակալական ցանցի, օտարերկրյա ազդեցության, մայրաթոռի վրա, ձեր վրա օտարերկրյա ազդեցության, ռուսական ազդեցության մասին թեմաների ձեր կարծիք կուզեի իմանալ, որովհետև իսկապես սա այսպես ընդգծված քարոզչական գիծ է, որ տարվում է իշխանությունների կողմից ընդդեմ մայրաթոռ Սուրբ Էջմիածնի եւ ընդդեմ անձամբ ձեր դեմ եւ ընդդեմ անձամբ ձեզ։ Եզրասրբազանի պարագային այդ մեղադրանքը հերքվեց Եզրասրբազանի կողմից։ Ինչ վերաբերում է մեր անձին եւ եկեղեցուն, նույնպես հերյուրանքներ են։ Եկեղեցին ծառայում է Աստծուն, ազգին եւ հայրենիքին։ Եվ հանդես է գալիս ի պաշտպանություն մեր ժողովրդի եւ մեր հայրենիքի շահերի։ Որևէ երկրի շահերին մեր եկեղեցին ծառայություն չի մատուցում։ Այնպես որ այդ բոլորը թերևս ի գործ է դրվում ժողովրդի մոտ սխալ կարծիք ձևավորելու, սխալ պատկեր ձևավորելու եկեղեցու վերաբերյալ։ Բայց ես վստահ եմ, որ ժողովուրդը հավատ չի ընծայում նման տեսակի զպարճական մեղադրանքներին։